Կեսգիշերն անց 20-ամյա զինծառայող է մահացել ավտովթարից։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով տղան ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Արարատի բնակիչը BMW-ով բախվել է ծառերին, հողաթմբերին մոտ 25 մետր շրջվելով հայտնվել հողամասում։ Տեղում մահացել է, նրա մարմինը հայտնաբերվել է մեքենայից դուրս։ Ծառայող էր 20 տարեկան, այնքը բանակում չէր։ Աստեղ ինչ գործ ուներ 20 տարեկան ծառայողը մեքենայով չաստերում ահավոր վիճակա, ահավոր։ Վարդենիսում քանի հատ երեխա մահացավ։ Բա ուր են ղեկավարությունը, ուր նրանց ղեկավարը։ Ինչ գործ ունեն զինծառայողները կեսգիշերին, մեքենայի ղեկին, առանց վարորդական իրավունքի։ Մարդիկ հիշում են, սա միակ դեպքը չէ, երբ զինծառայող է վթարից մահանում։ 2 օր առաջ փետրվարի 18-ին Երևան աշտարակ ավտոճանապարհին բախվել են BMW-ն և Hyundai Elantra-ն։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով BMW-ի վարորդը Պաշտպանության նախարարության ծառայող է և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Օրենք չկա, օրենք չի գործում։ Մարդիկ կարծում են, բավարար խիստ չեն իրավապահները, ով ինչպես ուզում քշում է, վտանգելով մարդկային կյանքեր։ Չեն հետևում, առաջ օրինակ ստուգում էին, նոր էին թողում, որ երթուղի նստեն։ Ամպուտ են, անցովոր, պրավաստանում են փողերով երևի, ու սենց ու դեպքերը ջահելները, որ լոպազություն են անում, ենքան որ նստում են, չգիտեն, կարմիրի վրա գնան, կարմիրի կանանչի վրա, ես քան անգամ ես ինքս ընկել եմ ավտոյի տակ, 2 անգամ դաժե, ու սաղ մնաց է։ Ներքին գործերի նախարարության տվյալներով 2025 թվականին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 5435 մարդ, 4899 կամ 90,1%-ը տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։